Ապրիլի 25-ին ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանման անդամները ներխուժել են մոսկովյան այս սրճարան, ուժ կիրառելով ձերբակալել անձնակազմին և հաճախորդներին, ոչնչացրել տեսախցիկները։ Տեսանյութը հայտնվել է Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ։ Ականատեսները պատմում են, սա մեկ ամսվա ընթացքում երրորդ հարձակումն է սրճարանի վրա, որտեղ աշխատում են միգրանտներ Կենտրոնական Ասիայից։ Խորոված անող խոհարարին դաժան ծեծեցին, հարվածեցին կողոսկրերին ու պարանոցին, գլուխը ձեռքերով ծածկում էր, մատուցողը կողոսկրի վնասվածքներ ունի ու չի վերադարձել աշխատանքի, անգամ հաճախորդներին ծեծեցին ու տարան ոստիկանական բաժանմունք։ Անձնակազմն ասում է, ոստիկանությունը շարունակում է ներխուժել սրճարան, թեև աշխատանքային միգրանտների փաստաթղթերում որևէ խախտում չի հայտնաբերել։ Նրանք պարբերաբար գալիս են անցյալ տարվա հունիսից, ամիսը 2-3 անգամ։ Հունիսին ծեծեցին բոլորին, էլեկտրաշոկ էին կիրառում, մարդկանց պառկած պահելու համար։ Ինձ էլ են ծեծել, օրերով չէի կարողանում քայլել, ոտքերիս էին հարվածում։ Երբեմն ուժ չեն կիրառում, երբեմն էլ ջարդում են ամեն ինչ ու հարձակվում մարդկանց վրա։ Հունվարին ջարդեցին համակարգիչը, վերցրեցին կոշտ սկավառակն ու կանխիկ գումար դրամարկղից։ 2025-ի ապրիլից ռեյդերն ակտիվացել են Մոսկվայում ու հարակից շրջաններում։ Կենտրոնական Ասիայի միգրանտների թիրախավորումն աճեց, երբ 4 տաջիկ տղամարդ ձերբակալվեց 2024-ի մարտին մոսկովյան համերգի ընթացքում մահաբեր ահաբեկչության կասկածանքով։ Միգրանտները թիրախ են դառնում գնացքի կայարաններում, օդանավակայաններում, հյուրանոցներում ու ռեստորաններում։ Դրանք հաճախ ուղեկցվում են բռնությամբ, նվաստացմամբ և գույքային վնասով։ Երբեմն ռեյդերին մասնակցում են ազգայնական ռուսական համայնք խմբավորման անդամները։ Պաշտոնական տվյալներով 2025-ի առաջին եռամսյակում Մոսկվայից արտաքսվել է 4800 միգրանտ, նրանց մեծ մասը եղել են Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։